Ամեն գիշեր ուղիղ ժամը 3-ին ես արթնանում եմ ոտնածայիների պատճառով։ Չնայած որ տանը մենակ եմ ապրում։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի օր ընկերներով ձանձրացել էինք ու որոշեցինք հոգի կանչենք։ Մեր տանը անընդհատ տարօրինակ մահեր են գրանցվում, տարօրինակ բաներ են կատարվում ու ես սկսում եմ զգալ, որ տանը մենակ չեմ, ինչ որ մեկը կա կամ ինչ որ բան։ Ու էլի շատ նման արտահայտություններ, որոնք նախորդ մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ եմ կարդացել, քան երևի պետք էր։ Իսկ եթե ես կարդացել եմ, դուք էլ պիտի լսեք։ Նախորդ տեսանյութում խնդրել էի, որ նորից թողնեք ձեր պատմությունները, եթե մտածում եք, որ պարանորմալ են, տարօրինակ կամ անբացատրելի։ Ես այս ֆորմատը շատ եմ սիրել, դուք չգիտեմ հավանում եք թե չէ, բայց շատ հավես է իմ համար, որովհետև տպավորությունն է, որ բոլորս մի տեղում ենք հավաքվել, ինչ որ անտառում խարույկ ենք վառել ու իրար վախենալու բաներ ենք պատմում։ Այսօր նորից վառում ենք այդ խարույկը, եթե պատմություն չունեք, բայց ուզում եք մասնակցել, ներքևում թողնում ենք այս էմոջին։ Անցած շաբաթ, ինչպես միշտ, դուք երազանցեցիք իմ սպասելիքները, 300-ից ավել պատմություն կա, որ բոլորը չեմ հասցնի կարդամ այսօր բնականաբար, բայց քանի որ շատ են, կլինի նաև մաս 4։ Դրա համար նորից ներքևում թողնում ենք ձեր պատմությունները, եթե արդեն ունեք ինչ որտեղ գրած առաջին, երկրորդ կամ երրորդ մասերում, ուղղակի պլյուս եք դնում, որպեսզի ցույց տա ձեր թողած բոլոր մեկնաբանությունները ալիքում։ Ու մեկ էլ ուզում եմ խնդրեմ, որ անձնական նամակով Instagram-ում, TikTok-ում, չգիտեմ, ոչ միտեղ ինձ չգրեք պատմությունները, չպատմեք, որովհետև բոլոր պատմությունները վերցնում եմ միայն այս տեսանյութերի, ամբողջական YouTube-ի տեսանյութերի մեկնաբանություններից։ Մի գաղտնիք բացեմ այն մարդկանց համար, ովքեր ուզում են, որ իրենց պատմությունները անպայման հայտնվեն ալիքում, հավանականությունը մեծացնելու համար պիտի առաջինը գրված լինի հայատառ, երկրորդը հեշտ ընթեռնելի ու երրորդը պարտադիր պիտի բաժանորդագրված լինեք ալիքին։ Բոլոր նրանք, ովքեր բաժանորդագրված են արդեն ալիքին, իմ մոտ ցույց է տալիս։ Իսկ եթե բաժանորդագրված չեք, խնդրեմ։ Բարի գալուստ Case Closed, որտեղ խոսում ենք մարդասպանների, սիրական մարդասպանների, դաժանության, դատերի ու պարանորմալ երևույթների մասին։ Խնդրում եմ չհարցնեք ինչ եմ ժպտում, որովհետև ես այնքան եմ ասել, արդեն նерվենանում եմ։ Հիշեցնեմ, որ ալիքում բոլոր պատմությունները իրական են ու նախատեսված չեն զգայուն մարդկանց ու անչափահասների համար։ Ես կարդալու եմ այն, ինչ դուք թողել եք մեկնաբանություններում, իրոք տեղի ունեցել թե չէ, չեմ կարող ասել, բայց շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ժամանակ են գտել ու պատմել են։ Իմ հետ Փառք Աստծո այդպիսի բաներ չեն եղել, բայց ես մի քանի օր առաջ լսեցի, թե ոնց էր տատիկս մայրիկիս պատմում, որ հեռու բարեկամներից մեկի ամուսինը մահացել է, իսկ հետո ես հիշեցի, որ մայրիկս պատմում էր, որ հենց այդ նույն զույգերի հարսանիքի օրը ռեստորանի լույսերը մի քանի անգամ տարան ու բերեցին։ Okay։ Ու հիմա այդ ամենը կապում եմ հենց իր ամուսնու մահի հետ, որ հենց սկզբից էլ հուշվում էր, որ վատ է լինելու։ Գիտեմ, այս ամեն ինչը ուղղակի զուգադիպություն է, թե Աստված իրոք երկնքում է։ Անկեղծ ասած, սա առաջին դեպքը չի, ու ես գնալով համոզվում եմ, որ Աստված իմ հետ է ու ընդհանրապես ինքը կա։ Շատ ուրախ կլինեմ, որ հայտնվեմ վիդեոյում։ Շնորհավորում եմ, դուք հայտնվեցիք վիդեոյում, բայց չգիտեմ համաձայն եմ ձեր հետ թե չէ։ Երբ որ մարդիկ ամուսնանում են, չեն մտածում, որ վաղը մահանալու են ու ամեն ինչ շատ վատ է լինելու։ Որ այդ մարդը շուտ է մահացել, չի նշանակում, որ արժանի չէր այդ կյանքին։ Բայց հա, եթե հավատում եք նման բաների, հնարավոր է, որ ինչ որ նշան լինի, բայց ես մտածում եմ, որ ուղղակի զուգադիպություն է եղել։ Անձրև է եկել այդ օրը։ Ինչ անենք։ Շնորհակալություն պատմության համար, ասում ենք երկրորդին։ Չգիտեմ ով ինձ կհավատա, բայց ես պատմում եմ։ Մենք ուշադիր լսում ենք։ Հա, 4 տարի առաջ հորեղբորս աղջիկը ծնվեց։ Իրենք երկրից դուրս են մնում։ Մեկ ամիս հետո երեխան վատացավ ու տեղափոխեցին հիվանդանոց։ Այնտեղ շատ երկար մնաց։ Ուղեղի անոթները վնասվել էին։ Օրեր շարունակ գլուխը բաց պառկած է եղել կոմայի մեջ։ Խեղճ երեխա։ Մենք ոչինչ չէինք կարող անել բացի աղոթելուց։ Այդ օրերին բնականաբար ոչ մեկը տրամադրություն չունեինք ու անընդհատ տուն մարդ էր գնում գալիս։ Հերթական անգամ երբ հյուրեր եկան, դրսում էին բոլորը, իսկ ես տանը մենակ մաքրություն էի անում ու փոշիները մաքրելիս հանկարծ նկատեցի, որ կողքովս սև ստվեր անցավ։ Արագ կտորը գցեցի ու դուրս եկա տանից։ Դա տանեցիներին չասեցի։ Իրավիճակը ել ավելի չէի ուզում բարդացնել։ Տուն եկա արդեն մի փոքր ցրված գործը վերջացնելու համար։ Այս անգամ նորից ստվերը տեսա, բայց կրկին կարծես երեխա լիներ։ Ու որոշ ժամանակ անց լույս ստացանք, որ երեխան մահացել է։ Այս թեմայով շատ քիչ եմ խոսել։ Միշտ մտածել եմ, որ ինձ չեն հավատա։ Նորմալ է, որ չեն հավատում, որովհետև մտածում են, որ այնքան ես այդ ամեն ինչի մեջ խորացած, այնքան ես մտածում, որ քեզ սկսում են բաներ թվալ։ Ինչը սովորաբար իրոք այդպես է, բայց քանի որ նման բաները ոչ մի ձևով չեն բացատրվում, ոչ ոք հստակ պատասխան չի կարող տալ։ Ինձ հետաքրքիր է, եթե իրոք երեխա է եղել, ում գրկում է եղել։ Դուք թողել եք նաև երկրորդ պատմությունը, որին շատ ադուր եկել, դրա համար
կարդալու եմ։ Ծանոթներիցս մեկը պատմում էր, որ երբ փոքր է եղել, 2-3 տարեկան, արդեն մութն ընկել էր ու տան դիմաց իր քրոջ հետ գնդակ էին խաղում։ Ինչ-որ պահի ուժեղ հարվածել են գնդակին ու գնդակը բավականին հեռու է գնացել։ Քանի որ մութ է եղել, գնդակը մի կերպ գտել է, բայց չի կարողացել տուն հասնել։ Ոնց է գտել, 3 տարեկան էր։ Երբ արդեն տանեցիները գնացել էին գտնելու, տեսել են, որ խոսելով տուն է գալիս, բայց մայրը հարցրել է, թե ում հետ է խոսում, պատասխանել է. «Չես տեսնում, այս պապիկը ինձ օգնեց»։ Երբ հարցրել է մայրը, թե պապիկը ինչ տեսք ունի, պատասխանել է, որ եղել է սպիտակ շորերով, սպիտակ մորուքով ու ձեռքին փայտ, օգնել է նրան, որ տուն հասնի։ Նախապես շնորհակալություն կարդալու համար։ Այս կերպարը սպիտակ շորով, սպիտակ մորուքով ծեր մարդու շատ է հանդիպում ամեն տեղ։ Հեքիաթներում, ֆիլմերում, մուլտֆիլմերում, ամենտեղ։ Հնարավոր է, որ տպավորվել է ուղղակի, որտեղ 3 տարեկան երեխայի ամեն դեպքում, բայց իրան նաև ասոցացնում են պահապան հրեշտակների հետ ու հաշվի առնելով, որ իրան բերելապահով տուն է հասցրել։ Բարև ձեզ։ Բարև։ Ով է։ Տարիներ առաջ ինձ հետ մի դեպք պատահեց, որը շատ փոխեց իմ պատկերացումները հոգիների մասին։ Հետաքրքիր է։ Մեր տան կառուցման ժամանակ հայրս պատից կախել էր Աստվածամոր նկարը։ Մանուկ Հիսուսը գրքում։ Տարիներ հետո մահացավ պապիկս ու այդ նկարի տակ կախեցին պապիկիս նկարը։ Տպավորություն էր, որ նկարը հետևում էր մեզ։ Սովորաբար այդպես է, երբ որ մահացած մարդու նկարը կախում են տանը, անընդհատ քեզ թվում է, որ քեզ անայում, Մոնալիզայի պես։ Այդ նրանից է, որ մենք անկախ մեզնից վախենում ենք այդ նկարից, չգիտես ինչի, որտեվ ամեն դեպքում մահացած մարդ է։ Տարիների ընթացքում այդտեղ ավելացան մեր այլ մահացած բարեկամների նկարները ու պատը կարծես հուշաքար լիներ։ Ես միշտ տարօրինակ երազներ էի տեսնում, բայց երբեք ուշադրություն չեմ դարձրել, մտածելով, որ ուղղակի երազներ են։ Մի օր վերցրեցի նոր կտակարն ու սկսեցի կարդալ, ու այդ պահից սկսվեց ամենասարսափելին ինձ համար։ Գիշերները ինձ թվում էր, որ ինչ-որ մեկը ինձ քնած ժամանակ քաշում է անկողնուց կամ բարձրացնում վեր։ Մի անգամ էլ հերթական անգամ, երբ այդ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բանը քաշում էր ինձ անկողնուց, կարծես ինչ-որ ձայն ինձ ասաց, որ ձեռքս դնեմ տիրամոր նկարին ու ինձ բաց կթողնի։ Երբ վեր կացա անկողնուց, իմ սենյակի հայելու մեջ տեսա ինձ, բայց դա ես չէի, իմ աչքերը չէին, բայց իմ մարմինն էր։ Մի քանի վայրկյան տևեց, բայց ես հստակ տեսա այդ աղջկան, ու այդ պահին անսովոր սառնություն էի զգում, նույնիսկ ցուրտ, չնայած որ ամառ էր։ Վազեցի սենյակ, կանգնեցի նկարի առաջ ու սկսեցի լացելով աղոթել ու խնդրել, որ ինձ պաշտպանի։ Հետո վերադարձա սենյակ ու սրբիչով ծածկեցի հայելին։ Առավոտյան խնդրեցի մորս, որ բոլոր մահացածների նկարները հավաքի։ Ինչի կարելի էր։ Երկար ժամանակ խուսափում էի հայելու մեջ նայելուց, նույնիսկ սանրվելուց։ Տարիներ անց հայրս մեր բակում շինաշխատանքների ժամանակ, երբ հողը խորը փորել էին, գտանք մարդկային ոսկորների մնացորդներ, կուժեր ու նմանատիպ բաներ։ Պարզվեց տան հատվածում եղել են գերեզմաններ 1800-ական թվականների։ Չգիտեմ ինչքանով կապ ուներ ինձ հետ պատահածի հետ, բայց հիմա էլ նման բաներ չեն լինում։ Կարող է վախեր ունեցել եք ի սկզբանե ու դրա համար պատճառ պետք չի։ Իսկ գերեզմանները հայտնաբերելը ոնց որ հարցին լուծում լիներ։ Շատ փորձեր են արվել, որոնց ժամանակ մարդ են բերել, որ օրինակ գլխացավ ունի ու իրան դեղ են տվել, գլխացավը անցել է, բայց հետո պարզվել է, որ այդ իրականում դեղ չի եղել։ Այդ քո ուղեղն է քեզ համոզել, որ դեղ ես խմել, այսինքն պիտի որ անցնի։ Նույնը այս դեպքում է։ Հնարավոր է, որ վախերը անհետացել են, որովհետև մտածել եք, որ ըստ ձեզ այդ ամեն ինչի աղբյուրը գտել եք ու դրանից ազատվել եք։ Հարցեր մի տվեք խնդրում։ Շնորհակալություն պատմության համար, անցնում ենք 4-ին։ Ես էլ ունեմ պատմություն։ Դրսում էի, նայում էի այս հոլովակի առաջին մասը։ Ավարտեցի ու իմ մեջ շատ տպավորվեց Փետուրի պատմությունը։ Այս Փետուրի պատմությունը առանց պատճառի իմ կարդացած, իմ լսած ամենալավ պատմություններից, ամենաբարի sense լավ պատմություններից մեկն է։ Եթե չգիտեք ինչի մասին է խոսքը, նորից առաջին մասում այս շարքի ամենավերջին պատմությունն է։ Անցավ մի 10 րոպե եւ որոշեցի ես էլ փորձեմ։ Շատ հետաքրքիր էր։ Ասեցի հրեշտակներ, օգնեք Փետուր գտնեմ։ Մանեկա, բայց ապարդյուն։ Անցավ 5 րոպե, մեր այգում խնձորենու տակ գտա Փետուր։ Ապշել էի, ուրախացա ու Փետուրը պահեցի դարակումս։ Անցավ որոշ ժամանակ, Փետուրը կորցրեցի, բայց ուրախ եմ, որ գոնե գտա։ Այդ առաջին մասը նկարելուց ու տեղադրելուց հետո այս Փետուրի պատմությունը իմ հետ շարունակվում է։ Այդտեղ ամեն ինչ չէր վերջացել, բայց քանի որ առիթ չի եղել, չեմ պատմել։ Այս տեսանյութից հետո այս նույն ընկերուհիս ում հետ առաջին անգամ գտել էի Փետուրը, նկատել էի այդ Փետուրները մի քանի անգամ, գնում եմ մի հատ խանութ առանց ինձ։
Գնում եմ այդ խանութ, որտեղ վաճառում են մի հատ շորիկ, որի վրա շատ փետուրներ կան։ Այս փետուրներից մեկը պոկված գետնին ընկած է լինում, ինքն էլ որ տեսնում է, միանգամից այդ պատմությունն է հիշում, վերցնում է, տանում տուն, դնում է ծրարի մեջ ու հաջորդ օրը հանդիպում ենք, ինքը այդ ծրարը տալիս է ինձ։ Ես շատ ուրախանում եմ նախ նրանից, որ հրեշտակները մեր հետ են ու հետո էլ որ ինքը այդ փետուրը տեսել է ու հիշել մեր պատմությունը։ Ծրարը փակ վիճակում տանում եմ տուն, դնում եմ մի հատ տուփի մեջ, որտեղ հավաքում եմ գրություններ, նամակներ, չգիտեմ, տարբեր կարևոր փոքր բաներ, որ ստացել եմ իմ ընկերուհիներից, հետևորդներից ու ուղղակի դնում եմ մի կողմ, մոռանում անցնում գնում։ Անցնում է մի քանի շաբաթ, մյուս ընկերուհիս գալիս է մեր տուն, ես գնում եմ այդ ծրարը հանեմ, որ ցույց տամ իրան, ասեմ, տես նման բան է եղել։ Տեսնում եմ, որ տուփը նույն տեղում դրված է, ծրարը փակ է, սոսնձած, նույն ձևով, ոնց թողել է, այդպես դրված է։ Բայց փետուրը չկա։ Այս տուփի տեղը, որ պատկերացնեք, ոչ մեկ չգիտի մեր տանը։ Իրենք չգիտեն, որ տենց բան կա։ Որ զանել չեն գտնի։ Շնորհակալություն ձեզ պատմության համար, անցնում ենք հաջորդին։ Պապիկս մահացել է 2 տարի առաջ, 2023-ի ապրիլ ամսին։ Ես այդ ժամանակ 12 տարեկան էի։ Պապիկը սրտի խնդիր ուներ։ Սիրտը ստենդավորել էին։ Մահանալուց 1-2 օր առաջ անընդհատ իր աչքին բաներ էին երևում։ Ասում էր, որ հենց իր սենյակի մեջ եկել էր իր մայրիկը ու ասում էր, որ եկել է իր հետևից։ Անցան օրեր, իր մահանալու օրն էր։ Ես առավոտյան շատ շուտ արթնացա, ժամը 5-ի կողմերը։ Հենց արթնացա, տարօրինակ զգացողություն ունեցա։ Չհասկացա երազեր թե իրականություն, բայց ոնց որ մեկը անընդհատ ասեր. գնա, դու պիտի գնաս, վեր կացա տեղերիցս։ Սկզբում մտածեցի երազումս է կատարվել ու ուշադրություն չդարձրի։ Քունս չէր տանում, բայց ուզում էի տեսնել, թե պապիկս ոնց է։ Գնացի իր սենյակը, սենյակում չէր։ Աչքերս տրորեցի ու նորից նայեցի, որովհետև պապիկս վատ էր ու հաստատ չէր կարողանա այդ ժամին դուրս գալ սենյակից։ Այն էլ մենակ։ Մնացած բոլորը քնած էին։ Ամբողջ տունը նայեցի, չկար։ Տան շրջակայքում էլ նայեցի, չկար։ Նորից տուն վերադարձա ու մտա պապիկի սենյակը։ Կիսանստած էր։ Հարցրի. «Պապ, դու դուրս եկել ես սենյակից»։ Ասաց. «Չէ»։ Գնացի պառկեցի, անհանգիստ էի։ Վատ զգացողություններ ունեի, բայց մի կերպ քնեցի։ Անցան ժամեր, վեր թռա քնիցս։ Ժամը 8-ն էր։ Տատիկս ու մամաս արթնացել էին։ Ամեն ինչ լավ էր։ Չխոսեցի ես իրանց հետ ոչ մի բանի մասին։ Չպատմեցի, թե առավոտ ինչ է իմ հետ կատարվել։ Ժամը ցերեկվա 1-ն էր։ Արդեն բոլորը արթուն էին։ Ես էլի անհանգիստ էի։ Լսեցինք պապիկիս ձայնը, ասում էր, որ շունչը չի հերիքում։ Բոլորը վազեցինք սենյակ։ Պապա զանգեց շտապօգնություն։ Շտապօգնությունը եկավ ու պապիկիս տարավ հիվանդանոց։ Ժամեր անցան։ Պապա զանգեց մամայիս ու ասաց, որ պապիկս մահացել է։ Ես չէի կարողանում շարժվել։ Բոլորը լացում էին, բայց ես չէի կարողանում անգամ լացել։ Ջուր տվեցին, որ խմեմ։ Անցան րոպեներ ու կարելի ասել, որ հանգստացա։ Ես պետք է արդեն օրերով մնայի մորական տատիկիս տանը։ Մեր տնից 3-4 տուն էր հեռու, մինչև որ պապիկիս թաղման անորոշությունները կավարտվեին։ Ես չէի կարողանում գիշերները քնել։ Օդը գիշերները ծանրանում էր։ Մի ձև հաղթահարեցի այդ օրերը։ Գնացի տուն։ Տանը արդեն պատից կախված էր պապիկիս նկարը։ Օրեր շարունակ ես թվում էր, որ տան ցանկացած վայրում էլ որ լինեմ, այդ նկարը ինձ է նայում, ուղիղ վրա։ Այդ զգացողությունը ունեցել եմ 2 տարի շարունակ, մինչև որ մի քանի շաբաթ առաջ պապաս հանեց այդ նկարը։ Հիմա հանգիստ եմ ու ոչ մի վատ բան իմ հետ կարծես թե չի կատարվում։ Շատ շնորհակալ կլինեմ, որ այդան կարդա ու մեկնաբանի։ Վիշտը մարդիկ տարբեր ձևերով են ընկալում ու հաղթահարում, հատկապես փոքր տարիքում, եթե մտերիմ մարդու չեք կորցրել, առաջին անգամը շատ ծանր է լինում։ Արդյունքում ինչ ասես լինում է, երազներ է լինում, տարօրինակ զգացողություններ ես ունենում, արտասովոր ոչ մի բան չկա, այդ ամեն ինչը շատ նորմալ է։ Նկարի հետ կապված նախորդ պատմության համար ինչ ասեցի, այստեղ էլի պիտի կրկնեմ, լուծում եք գտել։ Ձեր ուղեղը այդ ընկալում է որպես վատ էներգիայից ազատվելու միջոց ու վախերը անկախ ձեզնից անցնում են։ Շնորհակալություն պատմության համար, հուսով եմ հիմա արդեն լավ եք, անցնում ենք հաջորդին։ Իմ կյանքում եղել է դեպք, երբ դեռ փոքր էի, մոտ 5-6 տարեկան։ Ամեն օր գիշերը նույն ժամին արթնանում էի ու տեսնում սև հագնված բարձրահասակ տղամարդու, ու ամեն օր ավելի էր մոտենում ինձ, ձեռքերը դեպի ինձ մեկնած, լայն ժպիտը դեմքին ու միայն ժպիտն էր երևում։ Միշտ մայրիկիս էի ձայն տալիս բղավելով, որ գա ինձ հետ լինի։ Նա գալիս լույսը վառում էր ու այդ մարդը անհետանում էր։ Մի օր արթնացա, նա դեմքիս մոտ էր, ձեռքերը կոկորդից դրված։ Ուզում էր խեղդել, շնչակտուր էի լինում, մի կերպ բղավեցի մայրիկիս։ Երբ նա եկավ, լույսը վառեց, դա նորից անհետացավ։ Այդ օրվանից ածյալ փռեց դրան վրա ու վերջացան իմ տեսիլքները։ Նման դեպքերում սովորաբար կասեի, որ քնի կաթված է, բայց այդ դեպքում արդեն չեք կարողանա շարժվել, բղավել, օգնություն կանչել կամ ընդհանրապես ոչ մի բան անել։ Նորից նույն բանն, հավատացել եք, որ ածյալը կօգնի,
դրամայել օգնել է։ Ունեմ նաև մեկ պատմություն, դա արդեն 10-11 տարեկանում է եղել։ Գիշերը արթնանում եմ մթությունից վախենալու պատճառով։ Ձայն եմ տալիս եղբորս, որ հետս գա ջուր խմելու։ Երբ ցանկացա տեղաշորից վեր կենալ, որ գնանք, տեսա մի մարդ, բարձրահասակ, սև հագնված, ինձ էր նայում։ Եղբորս անունը տվեցի ու ասացի՝ ուր ես գնում։ Սպասի ինձ, որ ես էլ գամ։ Եվ նա տեղաշորի մեջ պառկած ասաց, որ ես դեռ վեր չեմ կացել տեղաշորից։ Այդ մարդը գնաց ու անհետացավ մթության մեջ։ Ես փշաքաղվեցի։ Այդ օրվանից հետո ես միշտ, երբ արթնանում էի գիշերները, տեղիցս վեր չէի կենում։ Ծածկվում էի, մտնում ադյալի տակ ու անշարժացած նորից քնում էի, որ էլ չտեսնեմ այդ մարդուն։ Վախենալով մթությունից, բայց հիմա կարծես թե ամեն ինչ անցել է։ Շնորհակալ եմ կարդալու համար։ Բայց սա դեռ 10%-ն է իմ կյանքի վատ ու պարանորմալ երևույթների հետ կապված։ Սպասում ենք մյուս 90%-ին։ Շնորհակալություն։ Երբ եղբայրս նոր էր մահացել, ես տանը մենակ էի մնացել։ Տունը սովորականից ավելի լուռ էր, անբնական լռությամբ, որը կարծես քաշում էր օդը նեղ։ Ամեն անկյունում նրա հիշողություններ, նրա ծիծաղը, նրա քայլերը, բայց հիմա ոչ մի ձայն։ Մի պահ նույնիսկ շունչս էի ձգում, որ լսեմ, միգուցե ինչ-որ բան շարժվում է։ Պատրաստվում էի բարձրանալ երկրորդ հարկ, երբ հանկարծ տեսա նրան։ Սև զգեստով մարդու կամ էլ հոգու։ Անբնական բարձրահասակ, անշարժ կանգնած։ Դեմքը չէր երևում, բայց ես զգացի, նայում է ինձ, նայում առանց աչքեր ունենալու։ Բոլոր մկաններս քարացան։ Մի պահ զգացի, որ օդն էլ սառեց։ Սիրտս սկսեց խփել այնքան շատ ուժեղ, ես չգիտեմ որքան ժամանակ կանգնած մնացի, մինչև վերջապես կարողացա փախչել տնից։ Դրանից հետո մեկ ամբողջ ամիս չէի վերադառնում, ապրում էի տատիկիս մոտ։ Ինքս ինձ ասում էի երևակայություն էր, վախից ծնված պատրանք, բայց ներսում գիտեի, ոչ, դա իրական էր, եւ ես զգում էի, որ նա դեռ ինչ-որ տեղ կա։ Հետո երբ պապիկս մահացավ, նա նորից հայտնվեց։ Նույն սև զգեստը, նույն սառնությունը, նույն լռությունը։ Այդ օրերին գիշերներն էլ սկսեցի ոտնաձայներ լսել։ Սկզբում կարծեցի մենակ ես եմ լսում։ Մինչև մի գիշեր տատիկս ասեց. «Ախր ես ով ա քայլում գիշերը»։ Այդպես հասկացա, ոչ, ես չեմ խելակառվել։ Բոլորս էինք լսում ոտնաձայներ։ Դանդաղ, ծանր, կարծես ինչ-որ մեկը կամաց բարձրանում էր աստիճաններով։ Երբեմն ձայնը դադարում էր հենց մեր սենյակի դռան մոտ։ Ոչ ոք չէր համարձակվում բացել։ Երբ ամեն ինչ փոխվեց այն օրը, երբ ես որոշեցի պատմել տատիկիս մի բան, որ երկար ժամանակ պահում էի ինձ մոտ։ Ասացի, որ եղբորս թաղման օրը ես տեսել էի մի բան, որը երբեք չէի կարողանում մոռանալ։ Ծաղկեպսակներից մեկի վրա, որտեղ պիտի գրված լիներ պարզապես հավերժ հիշատակ, գրված էր եղբորս անունը։ Կենթանի եղբորս։ Ես մտածեցի, որ երևակայություն էր, բայց երբ տատիկն ու մյուսները գնացին ստուգելու, դա իսկապես գրված էր։ Մի պարզ սխալ ասում էին, բայց ինչ-որ բան ինձ ներսից ասում էր դա պատահական չէր։ Նրանք վառեցին այդ ծաղկեպսակը, ասելով գուցե չարի նշան է։ Տունը դարձավ նորից լուռ, լռություն, բայց այս անգամ ուրիշ, ծանր, սպասող։ Երբեմն գիշերները արթնանում եմ, առանց պատճառի։ Նայում եմ սենյակի մթությանը եւ ինձ թվում է սանդուղքի անկյունում ինչ-որ ստվեր է շարժվում։ Երբեմն թվում է սառը օդ է փչում, ուղղակի ուսերիս վրայով։ Եվ չնայած նրան, որ ոտնաձայները դադարել են, ես զգում եմ, նա վերադարձել է։ Նույն սև զգեստով, նույն լռությամբ։ Ես այլևս նրան չեմ տեսնում, բայց երբեմն զգում եմ հայացքը։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը մեր ընտանիքից հիվանդանում է կամ վատ լուր ենք ստանում, ես զգում եմ, որ նա նորից ավելի մոտ է, որպես հիշեցում, որ նա երբեք էլ չի հեռացել։ Շնորհակալություն ընթերցելու համար։ Մի քիչ խառն է ժամանակագրության առումով, բայց ամեն դեպքում հետաքրքիր է։ Ամեն ինչ շատ ուրիշ է, երբ որ քեզնից բացի էլի մարդիկ տեսնում ու լսում են բաներ, որ իրականում պիտի գոյություն չունենան։ Սա դասվում է այն պատմությունների ցանկին, որոնց մենք բացատրություն չենք կարող տալ, որովհետև աշխարհի մասին չունենք այնքան մեծ պատկերացում, ինչքան մեզ թվում է։ Շնորհակալություն պատմության համար։ Անցանք առաջ։ Առաջին դասարան պիտի գնայի։ Մամաս իմ համար մի բլուզ էր առել, որի վրա փոքր աստղեր ու հրեշտակներ էին փակցված։ Ես էլ եմ ուզում։ Եկավ սեպտեմբերի 1-ը ու առաջին օրը մամաս որոշեց ինձ էդ հագցնի։ Ամբողջ տունը ու պահարանները տակնու վրա արեց, բայց չգտավ։ Անցած տարի, երբ մամաս մաքրում էր մեր տան տակ գտնվող նկուղը, ձայն տվեց ինձ։ Արի օգնի աղջի մեծ աղջիկեսի է։ Գնացի ու ապշած էի։ Անցել էր 6 տարի ու այդ բլուզը մի վայրկյան։ 6-րդ դասարան։ 12 Ինչ են իմ վիդեոներին անում 12 տարեկաներով կազմված չեն։ Անցել էր 6 տարի ու այդ բլուզը գտնվեց նկուղից։ Վրայի հրեշտակները բոլորը պոկված էին։ Միայն աստղերն էին կիսապոկված։ Ու հիմա ում պատմում եմ չի հավատում,
Բացի իմ ընտանիքի անդամներից, մեկ էլ մորաքրոջիցս։ Տարօրինակը այն է, որ մենք այդ նկուղը բացարձակապես չենք օգտագործել մինչև անցած տարի, ու այդ բլուզը հայտնվել էր այնտեղ, որտեղ նույնիսկ մեր մտքով չի անցել, որ կլինի։ Այն որ բանա պետք ման ես գալիս չկա։ Մեկ էլ որ պետք չի հայտնվում է։ Ուղղակի ձեր դեպքում 6 տարի ուշացել է։ Չգիտեմ ոնց հայտնվել այդտեղ ու ինչի են հրեշտակները պոկված եղել, բայց եթե իրոք տրամաբանական բացատրություն չկա, ահա որ վախենալու է։ Չգիտեմ ոնց կընդունեք իմ պատմությունը, բայց ուզում եմ պատմեմ, դուք էլ իմանաք։ Դրա համար ենք հավաքվել։ Ես մի օր երազ եմ տեսնում իբր քանդած եկեղեցի է։ Ես մտնում եմ այնտեղ ու շինարարություն է այնտեղ գնում։ Գնացի եկեղեցում սյուների մոտ, այնտեղ Հիսուսի նկարն էր գետնին ընկած ու ես այդ նկարը տեսնելուց հետո սկսեցի լացել։ Հետո Տեր հայրը մոտեցավ ինձ։ Ինքը մոխրագույն թիկնոցով էր։ Ասեց ինձ կգաս, այս սեղանը օգնես տանենք, դնենք խորանի առջև։ Ես համաձայնեցի, բայց սեղանը բավականին ծանր էր։ Եկեղեցին ուներ 2 մուտք։ Երկրորդ մուտքի դիմաց կանգնած էին 2 աղջիկ։ Ես իրենց ձայն տվեցի, բայց նրանք չեկան, որ օգնեն մեզ։ Ես եւ Տեր հայրը տարանք այդ սեղանը դրեցինք խորանի առջև ու երբ ես ուզում էի դուրս գայի, տեսա, որ սյունի մոտ գազի բալոն կա դրված, ու այդ բալոնը տարա դրեցի խորանի առջև։ Ու երազս ավարտվեց։ Բարի լույս Դրա հաջորդ օրը մեր հարևանի տունը գազից հրդեհ է բռնկվում ու մենակ իրանց տան չստիկներն է վառված լինում։ Okay։ Ու կարող եմ ավելացնել, որ իմ հարևանը հոգևոր է։ Ես թվում է Աստծո կողմից ազդանշան էր։ Բայց ձեր հարևանի տան հրդեհի մասին ազդանշանները ինչի է ձեր երազին գալիս։ Հետաքրքիր էր, ահագին ուրախացամ։ Կարևորը մարդ չի մահացել, ոչ մի տուժող չունենք, բացի չստիկներից։ Հուսով եմ մատովին։ Բարև ձեզ։ Բարև։ Ես նույնպես կպատմեմ իմ կյանքից։ Ուրեմն 12 տարեկան էի մոտավոր։ Տանեցիներս տանը չէին, եւ ես երբեք չեմ մտածել հոգիների կամ պարանորմալ երևույթների մասին։ Բայ մալիքում ինչ գործ ունեք։ Լավ, կատակ իմանում լավ։ Արդեն կմտածեք ինչ ա եղել, որ այդ օրը ես համակարգիչ էի դիտում, բայց էկրանը միանգամից սևացավ։ Ես փորձեցի միացնել, բայց չկարողացա։ Գնացի եւ տեսա, որ լարը անջատված էր վարդակից եւ նորից շարունակեցի նայելը, մտածելով, որ ուղղակի լավ չէի մտցրել վարդակի մեջ։ Քիչ հետո ինչ որ շողկոց եկավ եւ համակարգչի լարը դուրս թռավ վարդակից։ Կարճ միացում։ Մտածեցի, որ ուղղակի կարճ միացում էր, բայց ոչ կայծ, ոչ էլ ծուխ կար։ Անջատեցի համակարգիչս եւ գնացի հեռուստացույց դիտելու։ Ժամը 8-ն էր ու հանկարծ մեր բակի դռնից սկսեցի ինչ որ ուժեղ ու տարօրինակ ձայներ լսել։ Գնացի բացեցի դուռը։ Շուն էր, բայց մենք երբեք տնային կենդանիներ չենք ունեցել ու մեր հարևանները շուտվանից չեն ապրում իրենց տանը։ Եվ մեր հարևանների տների միջև 4 մետր բարձրության պատ կա։ Ես շատ էի վախեցել։ Շունը ուղղակի կանգնած էր, բայց այնպիսի հայացքով ոնց որ ուզում է հարձակվի։ Փակեցի դուռը ու զանգեցի տանեցիներիս։ Նրանք շուտ վերադարձան, բայց ես նրանց ոչ մի բան չպատմեցի, որովհետև համոզված էի, որ չեն հավատա։ Մեկ ամիս հետո ես գնացի տատիկիս տանը մնալու եւ երբ հեռախոսով խաղ էի խաղում, հստակ լսեցի տատիկիս ձայնը, որ ինձ էր կանչում, բայց ինչ որ վախենալու տոնով։ Կարնիկ։ Ես գնացի նրա մոտ, բայց նա ասաց, որ ինձ ձայն չի տվել։ Մի անգամ գիշերը 2-ն էր։ Ես գնում էի ջուր խմելու, բայց աչքերս բացեցի ու տեսա մեր հին տունը։ Ամեն ինչ իսկական էր։ Ես փորձում էի շոշափելով հասնել մահճակալիս։ Իսկ հիմա ես 15 տարեկան եմ եւ մեկ-մեկ լսում եմ պատուհանից թակոց, բայց ոչ ոք չկա։ Երևի ինձ ա թվում։ Հավանաբար ճիշտ եք ձեզ ա թվում։ Շան պահ ինձ հիշեցրեց Skinwalker-ների հետ կապված այդ բոլոր տեսանյութերը, որտեղ շուն կա, ու եթե այդ երևույթը իրոք գոյություն ունի, հնարավոր է, որ այդ լինի, բայց կամ էլ ինչ-որ փոքր մուտք ունեք, որի մասին դուք չգիտեք։ Ես առավել ևս չգիտեմ։ Շնորհակալություն։ Սա վերջին պատմությունն էր այսօր։ Շնորհակալություն ձեզ ու այն բոլոր մարդկանց, ովքեր կիսվել են պատմություններով։ Հաջորդ մասում էլի մի քանիսը կկարդամ, կարող եք ներքևում թողնել, եթե չեմ տեսել, եթե չեմ կարդացել այսօր, հաջորդ մասում կանեմ։ Մինչև այս շարքի 4-րդ մասում ունենք մի հատ պատմություն, որ ուղղակի չեմ հավատում, որ իրական է։ Ոչ ոք չի մահացել, սարսափ չի, վախենալու չի, պարանորմալ չի, ուղղակի անհավատալի է ու անհասկանալի։ Շատ սպոյլ չեմ անելու, այլ ոչ մի բան չեմ ասելու, կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Կհանդիպենք շուտով։ Գիտեք չեմ ասելու։ Bye։